Վենսի այցից ինչ ակնկալիքներ ունենա Հայաստանի բնակչությունը, քաղաքացիները, մասնավորապես գերիների մասով։ Ես կարծում եմ գերիների մասով ոչ մի ակնկալիք երևի պետք չէ ունենալ, որովհետև այդ թեման այս փուլում անհնար է որ լուծում ունենա։ Մենք կարող ենք հիշել նաև օգոստոսյան Վաշինգտոնյան այդ հանդիպումը, երբ որ Թրամփին ներկայացվում էր այդ 23 քրիստոնյաների մասին այդ ցուցակը, որոնք գտնվում են Բաքվում, Բանտում եւ այլն, եւ մենք տեսանք, որ շատ երկար ժամանակ, այսինքն գրեթե կես տարի համարյա ոչ մի արդյունք չեղավ եւ մի այլ գործարքի շրջանակներում 4 հայ գերիներ վերադարձան Հայաստան եւ ես կարծում եմ, որ Վենսը այս հարցում զրոյական ազդեցություն կարող է ունենալ, շատ կարեւոր է, որ ինքը կարող է մի այլ դրական ազդեցություն ունենալ, առաջինը դա միջուկային էներգետիկայում եւ խաղաղ ատոմի, հա, այսպես ասած, հետ կապված զարգացումներն են, այսինքն Հայաստանում նոր ատոմակայանի խնդիրը, մենք գիտենք 2036 թվականին այս ատոմակայանի ժամկետը ժողովրդական լեզվով ասած սպրծնում է եւ դրանից հետո մենք ուղղակի ունենալու ենք Հայաստանում մոտ էլեկտրոէներգիայի 40% արտադրող էլեկտրակայանի փակում եւ լուրջ ճգնաժամ կարող ենք ունենալ։ Ու նաև ատոմակայանների շինարարությունը միջինը մոտ 10 տարի է տևում, այսինքն արդեն 2026 թիվն է, 10 տարի հետո այս ատոմակայանը այլևս չի գործելու եւ մենք մտածել ենք նաև այդ կրիտիկական ժամանակային ժամկետներին, հա, եւ որ պետք է ունենանք նոր ատոմակայան։ Ես կարծում եմ, եթե այս որոշումը լինի ամերիկյան մոդուլային տեխնոլոգիայով նոր ատոմակայան կառուցելու, սա կլինի իսկապես խոշոր ձեռքբերում, որովհետեւ այդ տեխնոլոգիաները հատկապես մի այնպիսի երկրի, որը ֆորմալ առումով Ռուսաստանի դաշնակից է, ԵԱՏՄ է մտնում, ՀԱՊԿ-ի անդամ է եւ այլն, բավականին խնդրահարույց կլիներ նախկինում եւ սա մեծ ձեռքբերում կարող է լինել։ Կարծում եմ թրիփի շուրջ նույնպես մենք կունենանք ինչ որ դրական կամ գործնական նույնիսկ զարգացումներ, գուցե ինչ որ արարողություններ, սիմվոլիկ հա շինարարության մեկնարկի կամ այլ նմանատիպ զարգացումների, բայց իհարկե գերիների հարցում, ինչպես նշեցի, շատ քիչ, այսինքն անհավանական է, որ որևէ զարգացում կլինի։